Հայաստանում մտահոգիչ է առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի վիճակագրությունը։ 2024 թվականին պարեկները մեքենայի ղեկին առանց վարորդական իրավունքի վարելու 46,000-ից ավելի դեպք են արձանագրել, իսկ ընթացիկ 2025 թվականին արդեն ավելի քան 31,000։ Օրենսդրական վերջին փոփոխություններով օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի մեքենավարողները ենթարկվելու են ավելի խիստ վարչական պատասխանատվության։ Եթե նախկինում տուգանքը կազմում էր 25,000 դրամ, ապա այժմ այն կրկնապատկվել է 50,000 դրամ։ Եթե խախտումը 1 տարվա ընթացքում կրկնվի, ապա այն այլևս չի դիտարկվի որպես վարչական իրավախախտում։ Վարորդը կենթարկվի քրեական պատասխանատվության։ Որպես քրեական պատասխանատվության միջոց, վարորդի նկատմամբ կարող է կիրառվել մինչև 1 ամիս ժամկետով ազատազրկում։ Միաժամանակ քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպքում վարորդը համարվելու է դատվածություն ունեցող մինչև դրա մարման կամ վերացման պահը։ Փոփոխություններն ինքնանպատակ չեն, հիմքում մարդկային կյանքն ու առողջությունն է։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքերը փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապվիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 ապատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Ինչպես նվազեցնել անչափահասի կողմից թմրամիջոցների գործածության ռիսկերը, ապահովել օգտակար զբաղվածություն կրթությունից զատ ժամերին, օրինակ, սպորտ, մշակույթ, կամավորություն եւ այլն։ Զբաղվածությունը կնպաստի ռիսկային ժամանակահատվածի կրճատմանը, կապահովի ճիշտ միջավայր։ Հիշենք, անչափահասը սոցիալական էակ է, վերցնում է այն արժեհամակարգը, որը գերակշռում է իր միջավայրում։ Ինչ տվյալներ են հուշում երեխայի կողմից թմրամիջոցի գործածման մասին՝ գերակտիվություն կամ գերպասիվություն։ Կարմրած աչքեր, նեղ կամ լայն բիբեր, գրգռվածություն, քնկոտություն, անբնական ու երկարատև ծիծաղ, շփոթվածություն, նրա մոտ կամ իրերում կասկածելի զանգվածների, բժշկական կաթուցիչի կամ ապակե գլանակի առկայություն, բուսական ծագում ունեցող թմրամիջոցին բնորոշ հոտ, անհայտ ծագման գումարի առկայություն, ընտանիքին պատկանող գումարի թանկարժեք իրերի անհետացում։ Տնային պայմաններում ինչպես ստուգել անչափահասի կողմից թմրամիջոցի օգտագործման հանգամանքը։ Ձեռք բերել ազատ վաճառվող մուլտի սքրինինգ թեստեր մեզի միջոցով թմրամիջոցի առկայությունը բացահայտելու կամ հերքելու համար։ Երեխային հոգեբանորեն պատրաստել թեստավորման գործընթացին, այն մոտեցմամբ, որ նրա կողմից դա ընկալվի ոչ թե որպես հարկադրանք, այլ անհրաժեշտություն։ Ինչ անել անչափահասի կողմից թմրամիջոցի գործածման հաստատման դեպքում։ Բռնությունը խստիվ արգելվում է, քանի որ հարկադրական վարքագիծը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Պետք է աջակցել հոգեբանորեն հավաստիացնել, որ նրա կողքին եք։ Կատարել լաբորատոր հետազոտություն վերջնական ճշգրտման համար։ Բժշկի հետ խորհրդակցելով ներգրավել նաև հոգեբանի։ Հարգելի ծնող, հիշեք, որ հետևողականությունն ու աջակցությունը ձեր երեխային կարող է զերծ պահել թմրանյութի օգտագործման ռիսկերից կամ օգնել վերադարձնել նրան առողջ եւ ապահով միջավայր։ Այս հուշանվերային թղթադրամների կապոցն արժե ընդամենը մի քանի 100 դրամ, սակայն հանցագործները օգտվելով մարդկանց անուշադրությունից հազարավոր դրամներ կարող են աշխատել։
Մեր երկրում տարածում ստացած հուշանվերային թղթադրամները իրենց չափերով, դիմերեսի եւ դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամներին։ Ոստիկանությունում հուշանվերային թղթադրամների այսպես ասած իրացման դեպքերի հետ կապված ահազանգերի աճ է գրանցվել։ Ըստ վերլուծական տվյալների խաբեության զոհ են դառնում հատկապես տաքսու վարորդները, առաքիչները եւ առևտրով զբաղվող անձինք։ Ոստիկանությունը հորդորում է տնտեսվարողներին եւ քաղաքացիներին գումարային գործարքներ կատարելիս զգոն լինել եւ ստուգել թղթադրամը, իսկ կենտրոնական բանկը հուշանվերային թղթադրամները տարբերելու մի քանի ձև է հուշում։ Իրական թղթադրամների դիմերեսի պատկերները շոշափելի են եւ անհարթ։ Դիմերեսի ձախ հատվածում առկա է օպտիկապես փոփոխելի ներկային հատված, երբ փոխվում է լույսի անկման անկյունը, այն կանաչից դառնում է կապույտ։ Թղթադրամի վերևից ներքև առկա է պաշտպանական ներկից եւ ակնառու տարբերությունը։ Նշված հուշանվերային թղթադրամների դարձերեսին լատինական տառերով առկա է Souvenir Money Offer Mini, Հայաստանի հուշանվերային թղթադրամ գրառումը։ Հարգելի քաղաքացիներ, կրկին հորդորում ենք որևէ ծառայության դիմաց հուշանվերային թղթադրամներով վճար ստանալու դեպքում անմիջապես ահազանգեք 102։ Համատեղ կարող ենք, եթե ոչ իսպառ վերացնել, ապա գոնե նվազագույնի հասցնել նման դեպքերի քանակը։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։